Պարոն Խաչատրյան, բանակցային փաստաթղթերը հրապարակվեցին, դուք ասում եք աղճատված մասամբ են հրապարակվել, այնուամենայնիվ կան փաստաթղթեր, որոնց հիման վրա դուք կարողանում եք ասել, որ Փաշինյանը տապալել է բանակցային գործընթացը եւ այսինքն լավ անցյալի հետ կապված մենք ասում ենք, որ այսպիսի արձանագրում ունենք, հետևանքը որն է լինելու։ Հետևանքը նա շուտ մենք այսօր ունենք։ Որպես ընդդիմություն հիմա ինչ է բառնացրում։ Այս բանին ուզում եմ հասկանալ, բացի այդ հետևություններ անելը։ Նայեք, այդ փաստաթղթերը, որ ինքը հրապարակել է, կարող է կոնկրետ բառը չգիտեիր, բայց գաղափարը գիտեիր։ Իմ համար հետաքրքիր է 19 թվականի փաստաթուղթ, այսինքն այս չի, որ մեր առաջարկը, մեր վարվելակետ, մեր գործողությունները ինչ որ բանով սանից ազդվեցին։ Ասում ենք, էլի կրկնում ենք, քիվես չունես տպի։ Եթե չունես, ինչ ես խոսում։ Բայց ինչ ես ասում, Հայաստանը քիվեսում համաձայնվել, դե տպի։ Քիվես տեղել է 2001 թվականի 1-ից 5-ը։ Ինչ ես 99 դեռ ինչ որ անհասկանալի մի հատ։ Որովհետև ինքը հասկանում է, որ քիվեսում ինչը դրվերա սեղանին, այն չի, ինչ այստեղ հանրայնացվում է։ Հենց Մինսկի խմբի լուծարման որոշումը իրենք միանգամից հրապարակեցին, բայց ասել էր դա Նիկոլ Փաշինյանը ասել էր լուծարվի Մինսկի խումբը, որ այսպես կառուցապատողական ինչու այդպես արեցին, հենց լուծարման հրապարակը եղավ, նոր իրենք Նիկոլ Փաշինյանն ասում էր մինչև տարեվերջ կհրապարակեմ, իհարկե տարեվերջը ինչա ոչ ոք չգիտեր սեպտեմբերի 1-ին, եթե չեմ սխալվում, Մինսկի խումբը հայտարարեց, որ դեկտեմբերի 1-ին դա կվերջացվի։ Բայց ես այդ օրը մտա եւ բոլոր փաստաթղթերը հանված են։ Այսինքն հիմա ուզենաս բանանես, համեմատես կզանգեցին ձեզ թղթերը ցույց։ Պարոն Խաչատրյան, Սիվիկա Ռոզա լավ դեպքում ազար ներողություն։ Ոչասեն ջգողություն ես դնում։ Կապված մի դիտարկում թույլ տվեք, Ալիևը կրծեր Ալիևը երբ որ ստանձնեց նախագահի պաշտոն, նման մի հայտարարություն Այո, իմ գիրքն է կարդացին։ Չեմ հասցրել կարդալ, պարզապես մամուլի արխիվը հաճախ ընտրվում։ Դա իմ բացվողն է, ձեր գիրքը անպայման կգնեմ եւ կկարդամ։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի դիրքորոշման սաստկացմանը, պարոն Խաչատրյան, ասեք, սաստկացումը ինչպես էր դրսևորվում։ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Արցախը որպես բանակցային իրավկով պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Խնդրի կարգավորումը պետք է հավասարապես բավարարի բոլոր կողմերին, թե Ադրբեջանի, թե Լեռնային Ղարաբաղի, թե Հայաստանի։ Դրանք դիրքորոշումների սաստկացում է։ Դա այդ նույն պնդումները անում էին բոլոր իշխանությունները եւ կար սկզբունքային համաձայնություն, որ երբ հիմնարար սկզբունքները համաձայնվեն, պայմանագրի տեքստի համաձայնեցմանը կմասնակցեն նաեւ Արցախի ներկայացուցիչները։ Դա չէր սաստկացումը։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Մենք ոչ մի թիզ չենք զիջելու։ Երրորդ հարավային ճանապարհի դեմոնստրատիվ շինարարական աշխատանքների իմիտացիան։ Այսինքն Քարվաճարով ճանապարհը կառուցվեց, այդքան շոու չի արվել, ինչքան երկու հատ կովշով էքսկավատորները հադրութի մոտ խոսում են փորում։ Դա է սաստկացումը։ Բայց Ադրբեջանը իր ապակառուցողական դիրքորոշմամբ ողջ բանակցային գործընթացի ընթացքում պարզապես փայլել է։ Միջազգային հանրությունը որևէ խնդիր չի տեսել այդ ապակառուցողական վարքագծում, բայց այո, որովհետև դա Հայաստանի պարագայում դա եղավ։ Որովհետև դա հակակշռվել էր Հայաստանի կառուցողական մոտեցումով։ Կարդացեք, իդեպ եթե ասում եք ճանաչեմ, կարդացեք Ռիչարդ Հոգլանդի հոդվածը, Մինսկի խումբը արդյոք անելիք ունի։ Ինքը շատ լավ դա ներկայացնում է։ Գնաց Ռոզան։ Եթե ի վնաս այս փաստաթղթերի հրապարակումը փաստորեն այնտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի այսպես ինքնավարության եւ այլնի մասին, եթե նման բան է իրականում, ինչու է Նիկոլ Փաշինյանը հրապարակում ի վնաս իրեն այս փաստաթղթերը, ձեր կարծիքով ինչու է ինքը հենց հրապարակում։ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ես Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը չեմ, իրան կարող եք հարցնել։ Հիմա ինքը այդ ամեն ինչը agrել է, մեջը մտցրել է հայկական ժամանակից մի հատ հոդված, իրա պատգամվել են ասում են, հա, տեսեք, մեղրին տալիս են, միգուցե դրա համար էր արվում, բայց մնացած ինչ է արել, չգիտեմ, իրանից հարցրեք, հավատացնում եմ ձեզ, ես Նիկոլ Փաշինյանը։ Կներեք, ես ավելացնեմ, որ Փաշինյանն ասում էր արդեն անիմաստ է բանավիճը, թող կարդան պատմեն։ Ի տարբերություն իրան, ոմանք շատ վաղուց, դա այսքան շատերը շատ վաղուց այդ ամեն ինչը կարդացին, այսքան ինքը ինչ անում, Կազիմիրովի գրքից տպում է, այսքան մենք չգիտենք Կազիմիրովի գրքի տեղը եւ չէինք կարդացել եւ չգիտենք, կամ ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևերը չգիտենք, հա։ Այո, ավելին ասեմ, կարող եմ տրամադրել ՄԱԿ-ի քննարկումների, բոլոր 4 բանաձևերի քննարկումների սղագրությունների եւ իսկ փաստաթղթերի, ինչ նշանակում կարդան պատմեն։ Կրկնում եմ, ավելի շուտ են կարդացել եւ ավելի շատ ման գիտեն, քան թե
Որևէ նոր բան չկար այս Չկար ասկան կար ընթացիկ գրագրություն 14 թվականից, որոնք դե գիտեք բանակցային գործընթաց է, թուղթ բառի փոփոխություն, դրանք գաղտնի փաստաթղթեր են, չէ, դրանց ես դոստուպ չեմ ունեցել, չեմ տեսել, բայց բուն գաղափարը վերջնական թղթերը շատ բաներ տեսել եմ, եւ շատ բաներ կազմակերպված արտահոսք է տեղի ունեցել։ Ակնհայտ է, չէ, որ կազմակերպված է եղել, դե որ հանրությունները տեղեկանան։ Այսինքն ՄԱԿ-ի ներողություն խնդրում հազար ներողություն, ԵԱԿ-ը Մինսկի խմբի հետ համաձայնեցված գոնե դա է ընդհանուր կոնսենսուսը, Կիվեստից առաջ օրինակ արտահոսք է կազմակերպվել 97-98 թվականի կարգավորման առաջարկ։ Պարոն Խաչատրյան, հենց նոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե ընդդիմությունն ասում է հրապարակեք Կիվեստի փաստաթուղթը, նման փաստաթուղթ չկա, ինչ որ կա հայկական ժամանակում հրապարակվում։ Բա որ նման փաստաթուղթ չկա, ինքը ինչ է ներկայացնում, ասում է sense բաներ պահանջեր ներկայացվում։ Չէ, կա տենց փաստաթուղթ։ Թուղթա չէ դրվել, ժողովուրդ 2001 թվականին 5 օր Ֆլորիդայում երկու երկրների նախագահներ, արտգործնախարարներ, Քոլին Փաուելը ինչ են քննարկել։ Նախագահները գալիս հավաքվում են թուղթ քննարկվելու համար։ Այսինքն թուղթա դրված եղել սեղանին։ Եվ ինքը դա կոչել է Կիվեստի թուղթ։ Հիմա ինքը ցույց է տալիս 99 թվականի ինչ որ մի բան։ Անոնն ինչ ուզում եք դրեք, բառակույտ, հոդված, պամֆլետ։ Այո, Օսկանյանը Մեդիամաքսում շարք ունի Կիվեստի բանակցությունների Թող հրապարակի։ Թող մեկով հրապարակի, մնացածը կօգնեմ կթարգմանենք։ Բնօրինակ, այսինքն ինչ, տեքստ է, ինքը A4 ֆորմատ է։ Ինքը A4 ֆորմատի թուղթ է, ստորագրություն չկա, որովհետև չի եղել ստորագրություն։ Այդ հաստատողը ձեզ որտեղից Կիվեստը, որը տեղ է գտել ձեր գրքում, օրիգինալը։ Իմ գրքում Կիվեստի օրիգինալ կա։ Չէ, որ լավ չեք կարդացել։ Չէ, կարդացել, ասացի։ Ես բազմաթիվ, ես ասի լավ գաղափար է։ Այսինքն այս տենի կհրապարակեմ, բայց ես բազմաթիվ աղբյուրների հետ կարդացել, բազմաթիվ մարդկանց հետ եմ խոսել։ Եվ ես ձեզ նշեցի Թոմաս Դևալ, Ֆիլիպ Ռեմլեր, Սաբինա Ֆրեյզեր, վկայություններ Կիվեստի բանակցությունների մասին։ Եվ նաև այլ վկայություններ։ Այսինքն ձեր ձեռքին տակ չի։ Ախր իմ անձնական սեփականության մասին հարցին ես ինչի պետք է ձեզ պատասխանեմ։ Իսկ արդեն հրապարակված փաստաթղթերը ձեզ մոտ ինչ առաջացրեցին, այսինքն որ բանակցությունները աղճատված են եղել։ Ինչ հասկացան։ Որդ ես կրկնում եմ, ես ասում եմ, ինչ որ հրապարակել է, ես գիտեի։ Բացառությամբ այդ 14-15-16 թվականի նամակագրության։ Սերժ Սարգսյանի նամակի, բայց տես մի նամակ ասում են իբրև թե եղել է նաև նորացված սկզբունքների ժամանակ, որի արդյունքում հետևանքով Մաթյու Բրայզան գնա դուրս է եկել այդ կառույցից։ Ես Փաշինյանն արդեն ոչ, Մադրիդյան նորացված սկզբունքների վրա իդեպ հղում կա Լատվիայի երրակողմ հայտարարության մեջ։ Մի քիչ ավելի պրոադրբեջանականներ հայկական կողմի դիվանագիտության, դիվանագիտական ջանքերի շնորհիվ Բրայզան գնաց տուն, մյուս երկուսը նույնպես մի քիչ ավելի ուշ դուրս եկան Մինսկի խմբից, եւ մենք ունեցանք Կազանը, որը բավականին նպաստ փաստաթուղթ է, Ադրբեջանը դա սաբոտաժի ենթարկեց։ Ինքը էլի ոնց որ Կիվեստում վերջի պայն հրաժարվեց ստորագրել։ Հիմա այդ հարցը որ տալիս ասում է սեղանին թուղթ չեղե, բա Ադրբեջանը վերջի պայն ի՞նչն հրաժարվեց ստորագրել։ Ակնհայտ է, որ եղել է թուղթ, եւ այդ թուղթը թող դնեն սեղանին։ ասում է, եթե նախկինները ասում էին, որ ամեն ինչ լավ էր իրենց օրոք եւ այլն, ինչու իրենք չկայացրեցին հայամետ որոշում Արցախի հետ կապված հենց նոր ասած, ես բովանդակությունն եմ մեջբերում։ Գրամիկան մի խոսք ուներ, ասում էր ավելի լավ է 100 տարի բանակցես, քան մի օր պատերազմես։ Այս աղետը եկավ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք։ Բանակցային քրոնոլոգիան, որ աչքի առաջ անցկացնենք, տեսնենք, որ ինչպես քիչ առաջ նշեցի, ապակառուցողական դիրքերից մշտապես Ադրբեջանն հանդես եղել, տորպեդահարելու բանակցային գործընթացը Կազան, հետո տեղի ունեցավ 14 թվականի ուղղաթիռի խոցումը եւ այլն։ Հետո տեղի ունեցավ 2016 ապրիլյանը Սերժ Սարգսյանի նամակը հաջորդեց, հետո Սանկտ Պետերբուրգ, Վիեննա,
պայմանավորվածություններ հետո Ժնևում հրաժարվեց եւ այլ։ Ինչ երաշխիք, պարոն Խաչատրյան, որ 2019-ի սեղանին դրված փաստաթուղթը Ադրբեջանը նույնպես չէր տորպեդահարելու, այսինքն մաքսիմալիստական նկատառումներով շարունակելու էր բանակցությունները ստանալ 5+2 այդ թվում հարաբերական։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի նոյեմբերին մամուլի ներկայացուցիչների համար ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել Մելիքադենյան երկու ասցին։ Նա ես իդնետում եմ կրթացել ձայնավորությունը։ Եվ ինքը ասում է, որ Պուտինը ասել է, որ դու դագավառասպասողն ես, պայմանագրաունակ ես կամ պայմանավորվածություն գալու ունակ ես։ Ենթադրում եմ, որ եթե դու գաս պայմանավորվածության, Ադրբեջանին ինչ որ մի ձևով կհամոզեն։ Դրանից բացի չմոռանանք, որ կար Ադրբեջանի պնդումները, որ փակ դռների հետևում իսկ պարտադրում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Բայց դա երբեք չի ունենա շարունակությունն էլ ասել Ադրբեջանը։ Ես չեմ համաձայնվի, բայց պարտադրանքը կա։ Եվ ինքը ուրիշ բան էլ ասել է։ Դրանից հետո եղել է այդ 5 միլիարդի պատմությունը, լա, որ ոչ թե Ղարաբաղի համար, այլ շրջակա տարածքների համար։ Այսինքն այս դեպքում եթե դու համաձայնվում ես դիմացինը չի համաձայնում, միջնորդների ամբողջ ջանքերը գնում է դիմացինի համոզելու եւ դիմացինին զսպելու վրա։ Եվ դու ինքդ ես ապակառուցողական դիրքորոշում ցուցաբերում, ինչ պետք է անեն միջնորդները։ Իրանց ինչ ամենաշատներ պետք է ամեն ինչ։ Երկու կողմերի քաղաքական շահը արդյոք չի խանգարում ճշմարտությունը բացահայտելու վերջնական։ Ես կարծում եմ, որ դիմությունը բացահայտելու խնդիր չունի։ Փաստաթղթերը Նիկոլ Փաշինյանի մոտ են։ Ինքն է այսօրվա վարչապետը, ինքը ունի այդ բոլոր թղթերը։ Ես ենթադրում եմ, որ Մինսկի խումբը այլևս լուծարվել է, այսինքն բոլոր գաղտնի թղթերը այլևս գաղտնազերծված փաստաթղթի կարգավիճակ ունեն, այնպես որ Աստված մեծ է։